Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Մեր անվանի հայրենակիցը ոչ կյանքում ապրելով հայրենիքից հեռու, անգիր լավագույնս գիտեր Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր, յուրաքանչյուր անգամ ծաղիկ։ Նրա մասին ցանկանում եմ ընթերցել մեր մյուս անվանի մտավորականներից Արշակ Չոպանյանի հետևյալ խոսքը։ Ոչ մեկ հայ այդքան վիթխարի աշխատասիրություն ցույց չի տվել, այդքան հարուստ եւ փայլուն արդյունքով պսակված։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Մեծրոբ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ մատենադանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների տեխնացու Գևորգ Տեր-Վարդանյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների տեխնացու դոցենտ Յուրի Հովականյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված հայր Ղևոնդ Ալիշյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ականավոր բանասեր պատմաբան աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշյանը Քերովբե Պետրոս Մարգարի Ալիշյանյան ծնվել է 1820 թվականի հուլիսի 6-ին Կոնստանտնուպոլսում, դրամագետ հնագետի ընտանիքում։ Ուսանել է տեղի Չալխյան վարժարանում, ապա Վենետիկի Մխիթարյան դպրոցում։ Հետազոտական նպատակով շրջագայել է եվրոպական գիտական կենտրոններում։ Դասավանդել է Վենետիկի Ռափայելյան եւ Փարիզի Մուրատյան վարժարաններում։ Խմբագրել է բազմավեպ հանդեսը։ 1872 թվականից ամբողջությամբ նվիրվել է գիտական գործունեության։ Ընտրվել է Վենետիկի ակադեմիայի, Իտալիայի ասիական, Մոսկվայի եւ Պետերբուրգի հնագիտական ընկերությունների անդամ, Վիեննայի փիլիսոփայական ակադեմիայի պատմավոր անդամ, արժանացել Ֆրանսիական ակադեմիայի պատվո լեգեոնի շքանշանի։ Նամակագրական սերտ կապեր է ունեցել հայ եւ եվրոպացի անվանի գիտնականների հետ։ Մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9-ին եւ թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Տիրապետել է բազմաթիվ լեզուների, թարգմանել Բայրոնի, Շիլլերի, Լոնգֆելոյի եւ ուրիշների գործերից։ Ժողովրդական բանարվեստի առաջին ուսումնասիրողներից էր։ Առաջիններից է գրել աշխարհաբար բանաստեղծություններ, որոնք թարգմանվել են եվրոպական լեզուներով։ Հեղինակել է ավելի քան 50 մեծարժեք աշխատություն, որոնք հրատարակվել են հայերեն, ֆրանսերեն եւ իտալերեն։ Հրատարակվել է 22 հատոր միջնադարյան սկզբնաղբյուր։ Հեղինակել է հայ ժողովրդի, կրոնաեկեղեցական եւ գաղթավայրերի պատմության վերաբերյալ երգեր։ Ավելի քան կես դար աշխատել է հայապատում եռահատոր կոթողային երգի վրա։ Երբեք հայրենիքում չլինելով նախատեսել էր գրել պատմական Հայաստանի բոլոր նահանգների եւ գավառների մասին պատմաաշխարհագրական աշխատություններ, սակայն հասցրել է ավարտել միայն Շիրակ, Սիսուան, Այրարատ եւ Սիսական հատորները։ Ալիշյանի ստեղծագործությունները էապես նպաստել են հայոց մշակույթի զարգացմանը ու հայրենասիրական ոգու զարթոնքին։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է Ալիշյանի անունով նամականիշ։ Պարոն Տեր-Վարդանյան, Ղևոնդ Ալիշյանի համար ժամանակի հեռավորությունից թեկուզ փոքր-ինչ ծանոթանալու, նա վաստակին ծանոթանալու դեպքում անգամ ակնհայտ է դառնում, որ Հայաստանը, հայրենիքը բարի բուն իմաստով նրա համար կրոն էր, հավատք էր։ Եվ իր կյանքից հետո նա մեզ ժառանգություն է թողել հիրավի մի սկայական, կոթողական աշխատություններ, որոնք մինչ այժմ էլ եւ այսուհետ էլ ունեն եւ ունենալու են միանշանակ կերպով մնայուն արժեք։ Խնդրում եմ ձեր ընդհանուր գնահատական այդ ժառանգությանը նրա։ Հաճիկով մի խոսք կա, թե մեր ժողովուրդը անհատականությունների ժողովուրդ է։ Այս խոսքը մտաբերելիս կամ լսելիս ես միշտ Ալիշյանը եմ հիշում։ Մարդը մի ամբողջ հաստատության աշխատանք է արել։ Եթե ոչ մի քանի հաստատությունների։ Մի ասենք գուցե թե։ Ավելին, արածի զգալի մասն էլ անտիպ է մնացել։ Չմշակված, չտպագրված, չի հասցրել ավարտել։ Եվ դրանով հանդերձ անչափ համեստ մարդ։ Վանքի ավանդության համաձայն իր ինչ որ հաբելան է նշելիս եղել տնտես վարդապետի անունն է տվել, թե սա նաև նրա շնորհիվ է, որ ինձ որևէ հոգսից ազատել է միշտ գիտությամբ եմ զբաղվել։ Թե բանաստեղծական ժառանգությունը, թե գիտական ժառանգությունը, որ հիմնականն է։ Ընդհանրապես ինչ ասեմ, Հայաստանը, հայությունը, հայկականը վերհանելու նպատակադրում ունի հիմնականում։ Մեր աղբյուրների նրա հրատարակությունները առիթ եմ ունեցել վերահրատարակելու համար իր իսկ օգտագործած ձեռագրերն օգտագործելու։ Գերճշգրիտ է մարդը։ Բացարձակ գերճշգրիտ։ Եվ գրեթե մի դարը կանխող բնագրագիտական հմտություններ եւ սկզբունքներ է բանեցրել։
Նրա տեղագրական ուսումնասիրությունները, որի վերջնական նպատակը ամբողջ հայկական լեռնաշխարհը ամբողջ Հայաստանը ընդգրկելն էր։ Եվ ընդամենը 4-5 գիրք հրատարակեց։ Տեղագիր վերին հայոց, Սիսվան, Սիսական, Այրարատ, Շիրակ։ Այդ աշխատություններին առանձին կանդրադառնանք, պարոն Տեր-Վարդան։ Բացառիկ են, որովհետև ամեն ինչ, բոլոր տեղեկությունները ամբարած ունի, բոլոր տեսակի սկզբնաղբյուրներից հավաքած։ Հայագիտության հանրագիտարանն էր, թե ինքը եւ թե իր աշխատությունները։ Բացարձակ, եւ հիմա որևէ մեկը նրա արածներին առնչվող գործով զբաղվելու դեպքում չի կարող շրջանցել Ալիշանի արածը։ Ավելին, կարող է եւ չստուգել, բայց ստուգելու դեպքում միշտ կհամոզվի, որ Ալիշանը անսխալ է եւ ճշգրիտ։ Որևէ բան հենց այնպես ասված չի։ Ամեն ինչ հիմնավորված է, ամեն ինչ աղբյուրների վրա հիմնված։ Ավելին, ստուգված եւ ճիշտն ու սխալը ջոկած ճիշտը շեշտած։ Սա է Ալիշանի նկարագիրը, գիտական աշխատանքների ընդհանուր բնույթ, բնութագիր մարդու կերպար։ Շնորհակալություն։ Պարոն Հովականյան, Ալիշանի երկերը ոչ միայն զուտ հայագիտական կամ այսպես ասած ակադեմիական գիտական էին, այլև նա սկսած իր բանաստեղծություններից իր տարբեր բնույթի աշխատություններում էապես նպաստել է երկերով նաև մեզանում այն ժամանակահայ իրականության մեջ հայրենասիրական ոգու զարթոնքին, ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսության այդ ձևավորման ակունքներին։ Հայտնի է նրա բամբ որոտանը այդտեղից իզեն, իվրեժ, թշնամուն ջախջախելու համար հարված եւ հանճար է պետք եւ կոչը հայությանը զենքնի ձեռին ազատագրել հայրենիքը։ Ալիշանին որպես ազատագրական, հայրենասիրական պայքարի գաղափարախոսության ձևավորողներից մեկը։ Սկսեմ շնորհակալություն հարցի համար, սկսեմ նրանից, որ հեղինակներ կան, որոնք չեն հնանում։ Սակայն հասարակության մեջ այդ հեղինակների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված որոշ հանգամանքներով փոխվում է։ Եթե նկատի ունենանք, որ Ալիշանը մահացել է 1901 թվականին, այսինքն անցել է 115 տարի, այդ 115 տարի եթե հետ գնանք, պիտի հանգենք մի գեղեցիկ բանի, որ երիտասարդությունը երբ հավաքվում էր այն ժամանակ, բոլոր Ալիշան էին արտասանում, որովհետև Ալիշանը ոգեշնչող էր, Ալիշանը ոգևորող էր, Ալիշանը բարոյական դաստիարակ էր, Ալիշանը ազգային դաստիարակ էր, պայքարի մղող էր։ Պայքարի մղող էր, մանավանդ 20-րդ դարի սկզբին մեր երիտասարդներ Ալիշանի բանաստեղծություններին։ Անդրադարձակ մի կարևոր հարցի, Ալիշանի ստեղծագործությունները անսպառ են բոլոր ոլորտներում։ Զրուցակիցս հրաշալի բնութագրեց, նրա մոտ ամեն ինչ ճշգրիտ է, անկախ նրանից պատմագրությանն է վերաբերվում, փիլիսոփայությանն է վերաբերվում, բարոյագիտությանն է վերաբերվում, ամեն ինչը նրա մոտ ճշգրիտ է։ Ստուգման կարիք չունի։ Մեր Արփիարյանը նրա մասին խոսելիս այսպիսի գեղեցիկ արտահայտություն աշակերտն է եղել, չէ՞։ Աշակերտն է եղել, այո։ Աշակերտն է եղել եւ ոչ միայն նա, ընդհանրապես Մխիթարյան միաբանության աշակերտները շատ են։ Դանիել Վարուժան, Սիամանթո, Պեշիկ Թաշլյան, Ծերենց, այնպես որ այդ բույլը մեծ է։ Ուրեմն Արփիարյանն ասում է Հայմը ասում է երկու դեմք ունենք 19-րդ տարին երկու ասում է դեմք ունենք, որոնց նայելուց չի հագենար։ Այդ դեմքերից մեկը Ղևոն Ալիշանն էր, մեկը Քրիմյան հայերիկը։ Մեկ այլ տեղ Չոբանյանն է բնութագրում, ասում է երկու մեծ հայ։ Էլի Քրիմյան եւ Ղևոն Ալիշան, ընդ որում Ղևոն Ալիշանը մինչեւ իր մահը մնաց այդ մեծ հայը։ Բարձրապես Քրիմյան հայերիկի համար կաթողիկոս ստանալուց հետո այդ տիտղոսը վերցրեցին նրանից, բայց ես սրան չէ, որ պիտի անդրադառնամ։ Նրա ստեղծագործություններն ընդհանրապես եւ փիլիսոփայության բնագավառում եւ բարոյագիտության բնագավառում ուսումնասիրված չեն ընդհանրապես։ Թերևս առաջին փորձերից մեկը ես արեցի եւ մի փոքր շտիկյանն է իր ուրեմն Ալիշանին նվիրված աշխատության մեջ փորձ արել, որ նրա բարոյագիտությանը, փիլիսոփայությանը վերադառնա, բայց ես իմ հարածը փորձ եմ համարում, որովհետեւ
Ղևոն Դալիշանին սպավել, Ղևոն Դալիշանին ներկայացնել այնպես ինչպես ինքը կա հնարավոր չէ։ Բաքրաթունու վերաբերյալ, Արսեն Բաքրաթունու վերաբերյալ Ալանը Մխիթարյան միաբանության պատմագիրներից է եւ միաբանության անդամ հրաշալի մի միտք է ասում է, որբիսի ասում է Արսեն Բաքրաթունուն կարողանաս ներկայացնել առնվազն ասում է հանճար պիտի լինես։ Ես դա առավել եւս ասում եմ Ղևոն Դալիշանի նկատմամբ։ Ղևոն Դալիշանին ներկայացնելու համար չափից դժվարի եւ պատասխանատու միաժամանակ ոչ մի պատասխանատու, այլև զարգացածության մակարդակը Բայց ռիսկետ է կապված վերջի Դալիշանին ներկայացնել։ Ամենակարևոր բանը Ղևոն Դալիշանի դուք հայրենասիրության մասին ասացիք, Ղևոն Դալիշանի մոտ հայրենասիրությունը երկու փուլ ապրեց։ Մեկը կապված Վենետիկի հեղափոխության հետ 40-ական թվականների վերջերի 50-ական թվականների սկզբների, երբ ինքը երիտասարդ էր եւ Վենետիկում ազգային ազգագրական պայքար էր մղվում։ Եվ այս ժամանակ է, որ նա գրում է հենց այդ հապոն ավաճը, մասիստների զրույցը, այս շրջանում է։ Հետագայում ցավոք, երբ որ արդեն ինքը տարիքը ավավ եւ հայկական հեղափոխությունը սկսվեց եւ թվում էր թե այս հանճարեղ անձնավորությունը պետք է ինքը առաջնորդեր այդ շարժումը հանկարծ այդ իր պահպանողական եկեղեցական վախի, ասեմ, զգուշավորության այս ապրումները նրա մոտ ձևավորվեցին եւ նա նույնիսկ սկսեց զղջալ։ Շատ հետաքրքիր զրույց կա Ավետիք Իսահակյանի հետ, երբ հայկական ռուսահայ մամուլը պատվիրում է, որ Իսահակյանը ուրեմն հարցազրույց անի Ալիշանի հետ, գուցե մի փոքր հետո ես դրան ավելի անդրադառնամ, որովհետեւ իմ ժամանակը չսպառվի։ Ուրեմն նա շատ հետաքրքիր միտք է ասում է մենք ասում է Եվրոպայի վրա հույսներս չպիտի դնենք։ Եվ կարդինալ Թերզյանի օրինակն է բերում, թե կարդինալ Թերզյանը 90-ական թվականների կեսերի այդ ցեղասպանության այդ բուրըն շրջանում, երբ որ սկսվեց փաստորեն այդ շրջանում գնում է Հվամի պապի ոտքը, ասում է եվրոպական պետություններին դիմե Գերմանիային, Ֆրանսիային, Անգլիային, Ռուսաստանին, ասում է ես որ մեկին դիմեմ, ասում է նրանք են, որ այդ կոտորածը կազմակերպում են։ Եվ Ղևոն Դալիշանը խեղճացած Իսահակյանին ասում է հարկավոր է սուլթանի հետ լեզու գտնել։ Եվ շատ բացառիկ մի ուրեմն դրվագ կա, որ ամեն անգամ կարդալուց սիրտս լցվում է, այսպես ասում է այն ամենածանր պահերին, երբ Թուրք Հայաստանում ասում է ցեղասպանություն էր իրականացվում, նա քաշվում էր իր խցի մեջ, աղոթում էր եւ լալիս։ Եվ իրեն էր մեղավոր ճանաչում, ասում էր իմ բանաստեղծությունները ամբողջության հիմք դարձան եւ կոտորածների պատճառ։ Հավանաբար կարելի է ենթադրել, որ նաեւ կողքից էին այսպես ասած նրան այդ ամենում մեղադրողներ լինում։ Մեղադրողները շատ էին։ Կողքից դրամայլման հոգեկան ազգայնականության մեջ էին մեղադրում։ Ազգայնականության մեջ էին մեղադրում։ Հատկապես ես կուզենամ մի թեթևակի անդրադառնալ այդ խնդրին, խորհրդահայ փիլիսոփայության պատմության լավագույն հեղինակը նաև իմ ուսուցիչը, որին ես իհարկե պաշտամունքով եմ վերաբերվում, որովհետև շատ մեծ անձնավորություն էր, բայց նաև թուլությունն ունեցավ մեր մեծերին չգնահատելու Հենրիկ Ապրելյանը։ Նա իր 4 հատորանոց հայկական հայոց փիլիսոփայության պատմության մեջ ոչ միայն Ալիշանին, այլև Մխիթարյաններին ընդհանրապես տեղ չհատկացրեց եւ միայն նշեց մի բան՝ ազգայնականներ։ Դա արդեն պիտակավորել էր եւ սպառել էր դրանով։ Ժամանակի հետևանքը պիտի համարել երևի։ Հա, իհարկե։ Այո։ Պարոն Տեր-Վարդանյան, իհարկե Ալիշանի, հայր Ալիշանի բոլոր գիտական, հայ-գիտական աշխատություններին հնարավոր չէ անդրադառնալ եւ ներկայացնել, սակայն դուք ձեր խոսքում արդեն նշեցիք, խնդրում եմ նրա պատմաշխարհագրական, աշխարհագրագիտական աշխատությունների արժեքը ներկայացնեք, մասնավորապես այն ժամանակ Ալիշանը հղացել էր մի ոչ միայն իր ժամանակի, այլև նաև հիմա մի աննախադեպ եւ խիզախ առասպելական մի ծրագիր ներկայացնել 15 նահանգները մեր մեծ հայքի եւ 190 թե 191 գավառները մի քանի հատորով 4 հատոր թե 5 հատոր կարծեմ հրատարակ ոչ միայն նաև գաղթօջախների պատմություն։ Դա արդեն առանձին, բայց նման բան Հայվենտը չի եղել, Հայվենետը կամենիցը որ որևէ մեկը տեսանելի մոտակա ապագայում նման բան կարողանա կամ մի հոգու գործ չի դա վերջի։ Չէ, իհարկե մի հոգու գործ չի, եւ եթե մի հոգին ձեռնարկել, հավանաբար պիտի նույն արդյունքին հանգի ինչ որ Ալիշանը հանգեց։ Եվ հավատանք, որ Ալիշանն արեց առավելագույնը։
որովհետև իսկապես մի մարդու բան չի։ Համամիտումների։ Մեկ, երկրորդը Ալիշանի ձեռքին կար իր ժամանակի համար մի ընտիր մատենադարան, որ այսօր եւս կա։ Մխիթարյան Վենետիկի մատենադարանը։ Մոտ 3500 ձեռագիր ունի այսօր։ Ձեռագրերի մեծ մասի վրա ես Ալիշանի ձեռքը տեսել եմ։ Գումարած Ալիշանը ասենք թղթակիցների մի մեծ բազմություն ուներ։ Ուրեմն թղթակիցների զգալի մասը իրեն տեղեկություններ էր հաղորդում։ Մի զգալի մասին էլ ինքն էր տեղեկություններ հաղորդում։ Այսօր Վենետիկի միաբաններից մեկը Հայր Վահան Օհանյանը Ալիշանի նամականին է պատրաստում։ Երևանում էլ ինչ-որ բան հրատարակվեց, բայց իհարկե ոչ այն ծավալի, այն ինչ այստեղ գտնվեց։ Հիմա թե այստեղ գտնվածները, թե այնտեղ իրար կողքի դրած եւ հսկա երևի թե մի հատորում չի տեղավորվի։ Մի հսկա ժառանգություն է, որի մեջ արդեն հստակ երևում է մարդու արած աշխատանքը, թե իր գրքերի տեսքով եւ թե ուրիշների գործերի նպաստացնելու չափով ու ձևով։ Հենց այդ նույն աղբյուրների ստացած տեղեկությունների իր ձեռքի տակ եղած մատենադարանի ձեռագրերի տված տեղեկությունների շնորհիվ է, որ եւ ինչի մենակ իր ձեռքի տակ Փարիզի մատենադարան անգիր գիտեր Սամուել Մուրադյանի տեսուչ եղած ժամանակ երևի թե բոլոր արժեքավոր բնագրերը վերցրել էր եւ նրա հրատարակած շատ աղբյուրների հիմքում ոչ թե վենետիկյան ձեռագրերն են, այլ Փարիզի ձեռագրերը։ Վենետիկում այդ միաբանության խցում փակված ավելի լավ գիտեր, ասենք Հայաստանի գավառները կամ բնակավայրերը գյուղերը թփով հանդերձ հաճախ, քան այդտեղի բնակիչները, տեղի բնակիչները։ Այո, որովհետեւ ստանում էր բոլոր տեղեկությունները կամ կենթանի մարդկանցից կամ արդեն գրավոր արձանագրված սկզբնաղբյուրներից եւ իր իսկապես հանճարեղ մտքի ուժով կարողանում այդ բոլորը համատեղել եզրակացությունը կայացնել ճշգրիտ, ինչպես քիչ առաջ ասացի, եւ մեզ տալ մի բան, որ մենք պետք է մեր մշակութային, գիտական, գրական ժառանգության անկապտելի մաս համարենք, գուցե թե էլի նվազագույնը 200 տարի ասեմ, գուցե թե չափազանցություն չլինի, որովհետեւ Հայաստանի տեղագրություն, Հայաստանի աշխարհագրություն, նրա ձեռնարկած ծրագիրը, տեսեք, իրենից հետո ինչքան է անցել 1820 թվականին ծնված մարդուց Արդեն 200 տարի է։ Այսօր դեռևս որևէ հաստատություն, թեկուզ եւ վաղուց պետականություն ունենք, չի իրագործել։ Ինչ որ նոր ձեռնարկում կա, Աստված տա, որ իրականանա։ Կես կարողություններով օժտված մարդ գիտնական պիտի լինի, որ կարողանա այդ ամենը շարունակել։ Հա, եւ ինչ ասեմ, ընդգրկելու կարողություն։ Հետո դրանից բացի նաեւ չգնակյաց աշխատանքի ունակություն, որ նման աշխատասիրություն քիչ է հանդիպում։ Գիշերը 4-ին արթնանալ եւ սկսել աշխատել։ Այո։ Ճաշի եւ սուրճի արանքում ես Վենետիկում ապրելու վանքում երևի երկար ժամանակ մնալու առիթ ունեցել եմ 5 րոպե է լինում։ Այդ 5 րոպեի ընթացքում էլ գնացել մի քարտ գրել է վերադարձել սուրճը խմել եւ գնացել էլի շարունակել աշխատել։ Սա է ժամանակը վարկյանից օգտակար է։ Վարկյանի ճշգրտությամբ եւ րոպե չկորցնելով։ Պարոն Հովականյան, դուք արդեն նշեցիք Ալիշանի կենսափիլիսոփայության մասին, պատմության մասին նրա պատկերացումները, նշեցիք, որ ընդհանուր առմամբ Ալիշանի որպես բանաստեղծ, պատմաբան, աշխարհագրագետ, իհարկե ոչ անհրաժեշտ կերպով, բայց ընդհանուր առմամբ ներկայացված է կամ ուսումնասիրված է, թեկուզ եւ ոչ սպառիչ։ Սակայն Ալիշանը որպես փիլիսոփա, Ալիշանը որպես բարեխոս, նրա դաստիարակիչ մեր հանրությանը հայտնի չէ։ Ուրեմն Ալիշանը իսկապես նախ որպես մանկավար դաստիարակ եւ այդ անունով նաեւ որպես բարեխոս։ Նույնը որպես մանկավարժ տասնյակ տարիներ իհարկե շատ մեծ է, բայց նրա փիլիսոփայությունը ես հիմնականում նրա սոցիալական փիլիսոփայության խնդրին եմ անդրադարձել, ինչպես էր նա անցալում հայրենիքը, ինչպես էր հասկանում ազգը, ինչպես էր ինքը ընկալում եւ մեկնաբանում ազգասիրությունը, որովհետեւ հայ փիլիսոփայական գրականության մեջ ընդհանրապես եւ հայ իրականության մեջ առաջին անգամ ազգասիրությունը այնպես ինչպես իրականում պիտի հասկացվեր, ինձ թվում է թե օգտագործել է ինքը։ Նախ ինչ էր հասկանում հայրենիք ասելիս, որովհետեւ
դուք հավանաբար շատ լավ գիտեք, որ մինչև 19-րդ դարի 50-60-ական թվականները հայրենիքը կրոնական հիմքի վրա էին կառուցում եւ հիմնականում ազգը նույնպես։ Ուրեմն նախ պայմանավորված նրանով, որ իրենք հարում էին կաթոլիկ ուղղությանը, կաթոլիկ եկեղեցուն, նրանք եկեղեցու սյունը ազգի ձևավորման հարցում դրեցին կողքի եւ որպես ազգի ձևավորման հիմնական սյուներ համարեցին լեզուն, մշակույթը եւ սովորույթները։ Բայց քանի որ բոլոր դեպքերում ընդհատում եմ կներեք, Ալիշանը եւ մյուս մխիթարանը իրենք նույնպես կրոնական էին, հոգեվոր գործիչներ էին, բայց սակայն ազգի բնորոշման հարցում հիմնական այդ չափորոշիչները ամենևին էլ Արսեն Բաքրաթունին, երբ որ խոսում է Ղևոն Դալիշանի մասին, ասում է Ղևոն Դալիշանը Հայաստանի աստղը երկնքում փնտրող մոգ էր, մոգ կախարդ իմաստով երևի, հա, այսպես հասկանանք մոգ։ Հավետարանական մոգերին նկատի ուներ վստահաբար։ Հավանաբար, էլի Քրիստոսի ծննդյան բանի պատմության մեջ։ Հավանաբար դա ի նկատի ունի շատ գեղեցիկ բան, այսինքն միևնույն է երկնքում էր փնտրում, բայց ես չէի ասի երկնքում էր փնտրում, որովհետև երբ որ ինքը հայրենիքի մասին խոսում է, ձևակերպում է, ո՞րն է հայրենիքը։ Աշխարհագրական այն տարածքը, որը կա, դա հայրենիք չէ դեռևս։ Սա Ղևոն Դալիշանի ամենագեղեցիկ ձևակերպումն է։ Աշխարհագրական տարածքը հայրենիք դառնում է միայն այն ժամանակ, երբ որ մեր նախնիները ծնվում են այդտեղ, աշխատում, ստեղծագործում, մշակում, վերափոխում են աշխարհագրական միջավայրը, նաև պայքարում եւ նահատակվում, ինքը կասեր քնում, քնարան, ինքը ասում էր ծնարան, քնարան։ Աշխարհագրական այն տարածքը, որը ասում է մեր նախնիների ծնարան քնարանն է, դա է մեր հայրենիքը։ Եվ անմիջապես ինքը իրեն ուղում էր, որովհետև այն ազգայնականության պիտակը, որ կարող էր կպչել Ալիշանին, ինքն է ուղում։ Ինքը ասում է, բայց քանի որ մեր ասում է նախնիները շատ լայն աշխարհագրական տարածքի վրա են ապրել, հետեւաբար մենք միշտ այդ խնդրի առաջ ենք կանգնել, որն է մեր հայրենիքը, որովհետև այդ ծնարան քնարանի խնդիրը փաստորեն շատ լայն տարածքի վրա է եւ գալիս հանգում է նրան, որ առաջին մարդը, որ ստեղծվել է, դա Հայաստանում է։ Դրախտի տարածքը Հայաստանում է։ Այն կավը, որից Աստված մարդուն ստեղծել է, Հայաստանում է։ Երկրորդ անգամ մարդկությունը, որ վերականգնվել է, իդեմս Նոյի Հայաստանում է։ Եվ փաստորեն գալիս կանգնում է պատմական Հայաստանի այն տարածքի վրա, որը այսօր Անատոլիա կոչված հատվածն է փաստորեն եւ մասիստների ընդգրկումը։ Եվ ուրեմն ազգի ամենագեղեցիկ սահմանումը, որ նա կապում էր անմիջապես մշակույթի հետ, լեզվի հետ եւ ուրեմն սովորույթների։ Եվ անմիջապես ասում է, քանի որ սովորույթները անընդհատ փոփոխվում են ժամանակի ընթացքում, սովորույթներն էլ հիմնական գործոն չեն։ Ամենահիմնական գործոնը լեզուն է։ Որտեղ լեզուն պահպանվել է, այնտեղ ազգությունը պահպանվել է։ Որտեղ լեզուն կորել է, այնտեղ մահացել է նաեւ ազգը։ Եվ այս առումով ինքը դնում էր լեզվի խնդիրը եւ ինձ զարմացնում է նաեւ այս այսպես ասեմ, կրոնավոր մտածող ասեմ, բայց նաև տիեզերական ընդգրկում ունեցող ոսկեբերան ասեմ, այս մարդը հրաշալի է ձևակերպում, դուք պատկերացրեք ինչ է ասում է, ազգը այդ ուրեմն պետք է ճանաչել իր թերություններով, բայց ասում է, ճանաչել ազգի թերությունները, բայց չցուցադրել, թաքցնել, բայց ճանաչել անպայման։ Եվ կեղծ հայրենասեր էր ասում բոլոր նրանց, ովքեր աշխատում էին թաքցնել ընդհանրապես եւ թերությունների մասին չխոսել։ Նույնիսկ չեմ մոռանում ինչ գեղեցիկ բնութագրում ունի, ասում է հաճախ, ասում է հայ ազգը ասում է բարձրացնելու համար հռոմեացուն, ասորուն, հրեային ասում է լավի նման են ներկայացնում։ Դրա համար ասում է հարկավոր է ասում է կանգունը նույնը անել, երբ որ չափում ես քեզ հռոմեացու հետ, հույնի հետ, եւ ամենակարևոր ասում է, երբ որ քո հասակը չափում ես, ասում է, ոչ թե ասում է կանգունը դիմացինիդ վրա դիր, այլ քո վրա դիր։ Այսինքն ինքը հոգեվորական լինելով հանդերձ շատ օբյեկտիվ անձնավորություններ, օբյեկտիվ բոլոր առումներով եւ սեփական անձի նկատմամբ, եւ սեփական ազգի նկատմամբ, եւ իր աշխատանքը գնահատելու նկատմամբ, եւ մեր պատմական ներդրումը անելու ներկայությամբ, մանավանդ երբ որ ասում է, հաճախ ասում են, մենք ասում ենք, մեր անցյալն ենք անդադ նշում, ասում ենք, որ
տրախտը այստեղ է եղել, որ մեր նախնիներս են արել, ասում է, սնդուկների մեջ զենք ունենալը, ստակ ունենալը, ասում է, դեռևս ոչինչ չի նշանակում, հարկավոր է զենքն ու ստակը օգտագործել։ Եղավ, շնորհակալություն, ճիշտ է ասել։ Պարոն Տեր-Վարդանյան, ժամանակին հայր Ղևոնդ Ալիշյանը իսկապես համաեվրոպական հեղինակություն վայելող եւ կշիռ ունեցող հայագետ էր, որի խորհուրդներին օգնությանը պարտադիր կարգով դիմում էին այլազգի բոլոր անվանի հայագետները, ավելի քան 50 հատոր միայն տպագիր աշխատություններն է թողել եւ շուտով մի քանի տարուց 2020 թվականին նրանալու նրա ծննդյան 200-ամյակը 4 տարի եւ այդ Կլոր Հոբելյանին ընթառաջ ինչ եք կարծում մի կողմից չպետք է պատրաստվենք նրա այդ արժեքավոր աշխատությունների, եթե ոչ բոլորի, ապա գոնե ընտրովի վերահատարակմանը եւ նաեւ եթե կան արժեքավոր անտիպներ դրանց տպագրությանը։ Ես առաջին պարտքը կատարենք։ Անշուշտ իհարկե պարտավոր ենք անելու եւ իհարկե Մխիթարյան միաբանության հետ միասին ավելի շուտ իրենց աջակցությամբ պետք է անենք։ Առաջին հերթին ես կարևոր եմ համարում Ալիշյանի հավաքած հիշատակարանների ստվար հատորը։ Ընդհանրապես իր գործերի հիմք սկզբնաղբյուրների քաղումները մարդը ամփոփել է Հայկարան անունով բազմահատոր թղթապանակների մեջ։ 8-րդը այդ հատորներից հիշատակարաններին է վերաբերում։ Թվականի կարգով ծայրեցայր արտագրված են բոլոր այն հիշատակարանները, որ ինքը օգտագործել է կամ երբեմն էլ չի օգտագործել։ Աշխարհագրություն Հայաստանի 1988-ին, երբ մեր զարթոնքը կամ հեղափոխությունը սկսվեց, ժամանակի գավառների մասին հատորների վերահատարակում։ Այո, ժամանակին բազմայեպում Հայր Սահակ Ճեմչեմյանը մի բան տպագրեց, վերնագիր հենց Հայաստանի աշխարհագրություն, որ ծրագրի նման մի բան էր, սղագրության, որի շարունակությունը հատիկ արդեն մնացած ըստ գավառների այն ամբողջն է, որ թեկուզ եւ նախնական գրառումների տեսքով Ալիշյանը թողել է։ Սրանք եւս պետք է հրատարակել։ Հետո Ալիշյանի վաստակների շարքում ես չմոռանամ, որ այն ընտիր հավաքածուն ձեռագրական, որից որ մենք Վենետիկում ունենք, մեծապես Ալիշյանի շնորհիվ է ձևավորվել։ Մի անգամ ընտիր լինելու, հավաքածու ընտիր լինելու մասին նախկին հանգուցյալ միաբաններից Ներսես arczepiskopos Տեր Ներսեսյանին ասաց, որովհետև հավաքողները իմացել են ինչ են հավաքում։ Ալիշյանը 30 տարի շարունակ մատենադարանապետ էր։ 1872-ից մինչև 1901 թվականը մինչև մահվան օրը։ Եղբայրը Պոլսից ուղարկում էր ձեռագրերն իրեն, ինքը որոշում էր պահի թե չպահի ձեռագիրը։ Երբեմն պատահում էր ոչ առաջնակարգ համարած ձեռագիրն ուղարկում էր Փարիզի կամ Լոնդոնի գրադարաններին վաճառում, ստացած դրամը նորից ուղարկում եղբորը եւ նա այնտեղից ուղարկում էր, ասենք, Սմբատ Սպարապետի տարեգրության այն եզակի օրինակը, որ վենետիկյան խմբագրություն ենք համարում։ Մի խոսքով, այս առիթը պետք է օգտագործենք Վենետիկում։ Եվ այսօրվանից լծվենք 200-ամյակին պատրաստության։ Պետք է, այո։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Իհարկե հասկանալի է, որ այս մի փոքրիկ հաղորդման շրջանակներում Ալիշյանի նման հսկային հնարավոր չէ ներկայացնել։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդումը ավարտեմ ապագա սերունդներին, առաջներթին մեր երիտասարդներին ուղղված Ալիշյանի հետևյալ ուղերձով։ Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը եւ սիրեցեք միմյանց։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր անվանի հայագետ, հայրենասեր Հայր Ղևոնդ Ալիշյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։